Եվ բոլորի համար պարզվի, որ չբացահայտված որևէ բան չկա, կապ չունի քննչական մարմինների, կոմիտեների, այդ իրանց ստեղծած հանձնաժողովների, սեղանների ինչ կդնի, ով ինչով կզբաղվի։ Մենք տեսնում ենք մի հստակ պատկեր, մենք ունենք հստակ պատկեր, մեղավորները ճանաչվել են հենց այդ օրը, նոյեմբերի 9-ին, հանձնելով Արցախի մի մասը եւ շարունակել են իրենց ազգակործան, երկրահատության գործունեությունը դրանից հետո։ Եվ այսօր տեսնում եք, Արցախից ինչ է մնացել։ Հսկա Արցախից, հանրապետությունից մնացել են այս տղերքը, իմ մնացածի եղբայրները, հայրերը, ամուսինները, նրանց շիրիմները, ես վախենում եմ ասեմ շիրիմ, որովհետև ասես խոսող քաղաք լինի ու ամենասարսափելի տեղը, որ ես գալիս եմ այստեղ։ Ես ասել եմ, որ իմ եղբոր շիրիմն է այստեղ, բայց ես հաճախ չեմ կարողանում գամ, որովհետև ասելիք չունեմ, որովհետև նայել ես պատկերներ այս տղաներին ու ասել, որ գիտեք դուք գնացիք զոհվեցիք, բայց մնացածն էլ տվեցինք, գիտեք դուք գնացիք զոհվեցիք, Աննան ճիշտ էր հանում ոչնչի, այդքանը ասելը դժվար է։ Եվ մնացել են այս տղաների շիրիմները, մնացել է Արցախի կանչը հուշարձանը եւ մեզ նման անտուն արցախցիներ են մնացել Արցախի հանրապետությունից։ Իսկ մեղավորներ փնտրելը, քրեական գործերը, դրանք առ ոչինչ են։ Դա եղել է այս իշխանության օրոք, մի քանի անգամ այս իշխանության պարագլուխ վարչապետ կոչված Նիկոլ Փաշինյանը ասել է. այո, ես կարող եի այդ ամեն ինչը կանխել առանց զոհերի, բայց եղավ այն ինչ որ եղավ, դա ամենաբարձր ամբիոններից է հայտարարել ազգային ժողովից եւ մեղավորներ փնտրելու ինձ թվում է կարիք չկա։ Այսօր թե երեք Փաշինյանը գրառում էր արել Facebook-յան իր էջում, մատնանշելով, թե որն է իր սխալը, գրել էր իմ սխալը, ինչպես կարող են կանխել 44-օրյա պատերազմը, ու գրել էր, որ մեր առաջին քայլը պետք է լիներ այն, որ ի սկզբանե ընդունեինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է եւ այդպես կանխեինք։ Իր միակ սխալը դա էր ու այդպես պետք է վարվեին ձեր կարծիքով։ Իր միակ սխալը չէր դա, մեր միակ սխալն էր, երբ որ ինքը հրապարակում կանգնեց, ասեց, որ Արցախը Հայաստան է, ես Արցախի հարցը լուծելու եմ այստեղ ժողովրդի հետ, ժողովրդի սխալն էր, երբ որ հավատաց Նիկոլ Փաշինյանին։ Այն Նիկոլ Փաշինյանին, երբ 2006 թվականին, 2008 թվականին եւ իր բոլոր ընդդիմադիր падգամավոր եղած ժամանակ եւ վառ հասարակ իր ապրած տարիներին երբևէ սիրով չի վերաբերվել Արցախին, երբևէ Արցախը հայկական չի համարել, միշտ բարձրաձայնել է, որ երկիրը պետք է մաքրենք Ղարաբաղցի տականքներից, ասել է Նիկոլ Փաշինյանը, թե չի ասել։ Ասել է դուք ունեք իլյուզիաներ, որ օկուպացված տարածքներին անվանում եք ազատագրված տարածքներ։ Համարել է ազատագրված տարածքները օկուպացված տարածքներ հայերի կողմից, համարվել է։ Իսկ ով էր մեղավոր, նա նրա սխալը չէր, Նիկոլ Փաշինյանի սխալը չէր։ Նիկոլ հայ հասարակության, հանրության, ժողովրդի սխալն էր, երբ որ այդքանից հետո հավատացին Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլը դրանից հետո վեր կացավ, ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, դրանից հետո վեր կացավ, ասեց վերելակային խոսակցություններից հետո ասեց Արցախի հարցը պետք է լուծվի իշահ Ղարաբաղի Հայաստանի ժողովրդի, իշահ Ադրբեջանի ժողովրդի, որ երբևէ եւ առաջնային շեշտում էր, որ իշահ Ադրբեջանի ժողովրդի, բայց փաստորեն այդ հարցը լուծվեց։ Պիտի ընդունելի լիներ Ադրբեջանի ժողովրդի։ Ընդունելի լինի, հա, ընդունելի լինի, ներողություն եմ խնդրում։ Եվ այո, ընդունելի լուծման տարբերակը փաստորեն մենակ Ադրբեջանի ժողովրդի համար եղավ եւ Ադրբեջանի իշխանությունների համար եղավ։ Դրանք հստակ պատկերներ են, որ ինչքան էլ ինքը վեր կենա, չգիտեմ ինչերի տակ ինքը գրառումներ անի, մի օր ինքնա գրառումներ անում, մի օր կիննա գրառումներ անում, սրան նրան թիրախավորելով, վերջում դուրս գալով ասում ես կարեկցում եմ սրան, ես կարեկցում եմ նրան, աջակցում եմ, չգիտեմ ինչեր կան, կարեկցել է Լիդիային, մոռացել է ինչ որ, հա, գրառումների մեջ Լիդիային շեշտի, որ աջակցում է, հա, այո, ով գտնվում է քաղաքական գործունեությունից ելնելով քաղբան, ես համարում եմ, որ Լիդիան քաղբանտարկյալ է, ինչպես եւ ես եմ եղել կին քաղբանտարկյալ։ Ինչի չի աջակցում Լիդիային։
Իսկ որևէ մեկը իրան չի ասում, իր կողմնակիցներից չեն ասում, բայց կանանց հիմա որ սես կանանց պաշտպան ես դառը, մի քանի ժամանակ առաջ չէիր նկար դրել ու գրել ոչիլ։ Ում ինչ են ապահում, ինչ են ասում, ախր դրանք պարզ պատկերներ են, որ մենք այս քանի տարիների ընթացքում տեսնում ենք, գիտենք, որ դա այդպես է, բարձրաձայնում ենք դրա մասին, բայց իրենք շարունակում են անել եւ շարունակելու են անել, եթե վերջնականապես մեր ժողովուրդը, մեր հանրությունը չհասկանա իրենք որտեղից են սերված, որտեղ են տանում մեր ճակատագիրը եւ դեռ ինչեր են անելու։ Շնորհակալ եմ։